ցնցող իրադարձությունը, որ տեղի ունեցավ անցնող օրերին, Ստեփանակերտի Մայր տաճարի հիմնահատակ ավերումներ, արբանյակային լուսանկարներն էլ հաստատեցին արդեն լուրը, դա տեղի ունեցավ ապրիլի 24-ից օրեր առաջ, դրան Հայաստանում հաջորդեց ցույց ապրիլի 23 ավանդական ջահերով երթ, այդ երթի մաս դարձած Թուրքիայի դրոշի այրում ու ինչ հետաքրքիրը, ամենահետաքրքիրը որն էր, որ Մայր տաճարի քանդումից հետո Նիկոլ Փաշինյանը ուղիղ հայտարարեց, որ չեն բարձրաձայնելու դա, չեն դատապարտելու, դա կոնֆլիկտային տրամաբանություն է։ Հմեկի եթերում Արսեն Թորոսյանը հասավ այնտեղ, որ ասեց Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է։ Իրանց տարածքումը քանդել են։ Մենք կոնֆլիկտային տրամաբանությունը չենք շարունակելու, բայց օրինակ Թուրքիայի դրոշի այրումը երիտասարդների կողմից բողոքի ակցիան րոպեներ հետո դատապարտվեց պետական ամենաբարձր մակարդակով։ Այս ու դատապարտվեց նաև Ադրբեջանի կողմից։ Հիմա սինխրոն էլի։ Հիմա այս ինչի դրսևորում, այս ինքնիշխանության դրսևորումը, այս կոնֆլիկտային տրամաբանության մեջ չմտնելու դրսևորումը, ասենք մենք այդ վիճակում ենք, որ մեր եկեղեցիները որ քանդեն, հայ որ սպանեն, չպիտի արձագանքենք, որովհետև դա պատերազմ կլինի, սենց պիտի ապրենք, ինչ է էլի ձեր տեսակետը։ Դուք ոնց կանեք։ Հիմա շատ վատ վիճակում պարտված ենք, գիտենք, բոլորս դա գիտակցում ենք։ Ոնց պիտի լինի արժանապատիվ արձագանքը սենց դեպքերում։ Քրիստինե, ես մեկ զարմանում եմ, որ դուք զարմանում եք։ Դե հա։ Այս ամենով։ Միշտ զարմացնում եմ։ Հասկանում եմ, որ այդ էմոցիոնալ հանգամանքը կա եւ դժվար է դա զսպել, բայց ես վաղուց նման ուղղակի իրադարձություններին վաղուց չեմ զարմանում։ Սպասելի։ Ինձ համար շատ սպասելի կեցվածք էր այս իշխանությունների կողմից։ Եվ Ադրբեջանի գործողությունը եւ իշխանության լռությունը, այսինքն։ Այո։ Ադրբեջանի գործողությունները կապված են նաեւ այն հանգամանքի հետ, որ իրենք հաստատ գիտեն, որ այս իշխանությունները չեն արձագանքելու։ Եվ երբ որ Հայաստանի իշխանությունը դրան որևէ կերպ չի արձագանքում, սա նշանակում է, որ նաեւ միջազգային հանրությունը չի արձագանքելու։ Բայց ամենավատն էր, որ միջազգային հանրությունը արձագանքեց, օրինակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտեց, բայց Հայաստանի իշխանությունը արձագանքի sense մասշտաբը լրիվ ուրիշ է։ Եթե ասում ենք դա մեր տարածքը չի եւ դա կոնֆլիկտացին է։ Այդ տրամաբանություն, արձագանքը։ Ուրեմն եկեղեցին քանդելը կոնֆլիկտացին չի, իսկ եկեղեցու քանդելու արձագանքելը դա կոնֆլիկտ է առաջացնում։ Դրա պատասխանն էլ ունեն, ասեմ։ Հա։ Ասում են խաղաղությունը մեզ է պետք։ Եթե խաղաղությունը որևէ մեկ կողմին է պետք, դա խաղաղություն չի, դա հարատևելի չի եւ չի կարող լինել։ Սա իրենք հենց այդ թեզով հենց արմատից քանդում են հենց իրենց թեզերը։ Խաղաղության հետ կապված ինչ է նշանակում խաղաղությունը մեզ է պետք։ Չի լինում։ Միակողմանի, այսպես ասենք, խաղաղություն չի լինում։ Այսինքն մենք պետք է ամեն ինչ անենք հնարավորը եւ անհնարինը խաղաղության հասնելու համար, որովհետեւ պարտված կողմն ենք, համեմատաբար թույլ ենք եւ այլն, տարբեր գործոններ։ Արժանապատվության հաշվին, ստրկանալու հաշվին, ստե տեղին է ո՞չ հիշել այդ հայտնի Չերչիլի ասածը։ Եթե դու պատերազմի եւ արժանապատվության միջեւ նվաստացման ավելի ճիշտ է, միջեւ դու ընտրում ես նվաստացումը, ապա ստանում ես եւ նվաստացում եւ պատերազմ։ Հայտնի շատ արտահայտություն է Չերչիլի եւ ինքը դա արեց հենց կապված պատերազմ խաղաղություն դիսկուրսի հետ ժամանակին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի հենց սկիզբն էր։ Եթե դա դաս չի ուղղակի այս իշխանության համար, ուրեմն իրենք ոչ պատմություն գիտեն, ոչ ընդհանրապես տրամաբանության որևէ շրջանակներում տեղավորվում է իրենց այդ բանը լոգիկան, էլի ինչ ոնց են մտածում։